Ֆելե Պետախտիկվա, Արտյոմ Չորնամորյան, վերլուծաբան, իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր, բարև ձեզ Արտյոմ։ Բարև ձեզ։ Դուք հիմա տանն եք, թե իջել եք Ոչ, բարձրացել են տուն, բայց ցանկացած պահի կարող է լինել տագնապ, այսպես ամբողջ օրը։ Այդ տագնապները հաճախակի են հնչում այս օրերին։ Այո, այսօր էլ բավական հաճախ հնչում են։ Հիմա հյուսիսում շատ ավելի հաճախակ են հնչում տագնապները, որովհետև բազմին նաև միացել է Հեզբոլլահը եւ հյուսիսի մեր հայաշատ կենտրոնները շատ ավելի այս պահին քան կենտրոնական մեր շրջաններն ու հարավը հիմնականում թիրախավորվում են Իրանի կողմից, իսկ հյուսիսը բացի իրավ Հեզբոլլահն է միացել եւ հրթիռներով եւ ԱԹՍ-ներով։ Այսօրվա լրահոսում տեղեկություն կար, որ Պետախտիկվայում իրանական հրթիռի հարվածի պատճառով բազմահարկ շենք է փլուզվել եւ կան տուժածներ, հաստատվում է այդ տեղեկությունը։ Խոսքը շենքի մասին չէ, այլ շենքերի բակում է ընկել մեկ հրթիռի մնացորդել բազմահարկ շենքին է, այո, պարտաբար շենքը կանգուն է, շենքի չի վնասվել։ Ուղղակի այսօր չգիտեմ ինչու մենք հայտնվել ենք շատ լուրջ թիրախում պարսիկ հրթիռային մասնագետների անընդհատ այսօր հրթիռահարվում էր հենց Պետախտիկվա քաղաքի անգամ երեկվանից, այսինքն ավելի ճիշտ երեկոյանից մինչև այսօր նույնիսկ գերեզմանոց հրթիռ ընկել հենց գերեզմանոցի մեջ